Սկսեցի։ Ողջույն, սիրելի ունկնդիրներ, Ժասմինն ու ես, Սաթենիկը նորից նույն քաղաքում ենք, ինչը նշանակում է, որ մենք նորից ներս ու դուրս ենք նկարում։ Ուրախ ենք շատ նորից հանդիպել եւ զրուցել ձեզ հետ։ Հիշեցնեմ, մենք խոսում ենք պետության հիմքերի եւ տարբեր հասկացությունների ու թեմաների մասին, որոնք ընկած են պետության եւ մեր իրավունքների հիմքում։ Մենք այսօր ունենք հյուր, մեր երկրորդ հյուրը, Իրմա Ճաղարյան, ողջույն Իրմա ջան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շատ շնորհակալ, որ եկել ես մեզ հետ զրուցելու, խոստանում ենք շատ հետաքրքիր ու պրակտիկ զրույց է սպասվում մեզ։ Նախ ներկայացնենք մեր գեղեցկուհի հյուրին, որովհետև ինքը ոչ միայն գեղեցկուհի է, այլև շատ խելացի, բանիմաց, պրոֆեսիոնալ բանիմաց, ուրեմն Իրման էքս-լեգե փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենուհին է, աշխատանքային իրավունքի գծով, հատկապես աշխատանքային իրավունքի գծով փաստաբանուհի եւ հայ-ռուսական համալսարանում իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոսուհի։ Այ հիմա ողջույն եւ բարի գալուստ մեր տաղավար։ Սկզբի համար ընդհանուր մի հարց մեր ունկնդիրների համար, որովհետեւ բոլորը չեն, որ զբաղվում են իրավունքով եւ հատկապես աշխատանքային իրավունքով, խնդրում եմ պատմես մեզ ինչ է աշխատանքային իրավունքը, ինչպես է դա վերաբերվում մեզ աշխատողների առօրյայում, արդյոք կարգավորում է ինչ-որ կերպ մեր առօրյան աշխատանքային եւ ում է ավելի շատ պաշտպանում ինքը գործատուին, թե վարձու աշխատողին։ Աշխատանքային իրավունքը դա բառը ինքն իրենից ենթադրում է, որ իրավունքի ճյուղն է, որը կարգավորում է աշխատանքային հարաբերությունները, այսինքն գործատու աշխատող հարաբերությունները։ Եվ որպես այդպեսին ինքը պրակտիկորեն կարգավորում է աշխատողի իրավունքները եւ պարտականությունները եւ դրան հակադիր գործատու իրավունքները եւ պարտականությունները։ Ես որպես իրավաբան գտնում եմ, որ ամեն դեպքում աշխատանքային իրավունքը գրված է այնպես, որ առավելապես երաշխավորում է աշխատողի իրավունքները, եւ պրակտիկորեն շատ ժամանակ այդ իրավունքներից աշխատողները չեն օգտվում, բայց ինքը ուղղված է ավելի շատ աշխատողին երաշխավորելու եւ պաշտպանելու, քան գործատուին։ Okay, իսկ մենք առօրյայում զգում ենք այդ իրավունքի ազդեցությունը մեր վրա եւ երբ որ ամեն օր գնում ենք գործի շաբաթը 5 օր, թե այդ իրավունքը այդքան չի կարգավորում գործատու աշխատող փոխհարաբերությունները, այլ միայն խնդրահարույց պահերին է փորձում լուծումներ փնտրել։ Ես ասեմ պրակտիկորեն ես հասկացել եմ, որ խնդիրը ոչ թե օրենքի կամ իրավունքի մեջ է, հա, որովհետև օրենքը իրականում բավականին մեծ սպեկտր հարցեր է ներառում եւ բավականին շատ խնդիրների լուծում օրենքը նախատեսում է ենթադրում է։ Խնդիրը գալիս է ցածր իրավագիտակցությունից, խնդիրը գալիս է նրանից, որ մարդիկ պարզապես չեն տիրապետում իրենց աշխատանքային իրավունքներին, պարտականություններին եւ շատ ժամանակ ուղղակի կոպիտ ասած գլուխ չեն դնում։ Այսինքն խնդիրը գալիս է այստեղից։ Բայց այն որ բավականին լայն իրավունքներ ունեն աշխատողները եւ այդ իրավունքներից օգտվելու պարագայում թե ֆինանսական առումով, թե աշխատանքային, թե սոցիալական առումով շատ ավելի ապահովված եւ պաշտպանված կլինեն, դա միանշանակ է, բայց քան որ չեն տիրապետում, չեն էլ կարողանում օրինակ առարկեն, ասեն, չէ, ես 8 ժամից ավել չեմ պատրաստվում աշխատել, հա, օրինակ։ Ես միանգամից կանխեմ մի հարց, որ վստահ եմ մեկնաբանություններում լինելու է։ Շատ հաճախ լինում է դեպք, որ եթե որպես վարձու աշխատող դու փորձես օգտվել, նույնիսկ եթե տեղյակ ես, բավականաչափ իրավագիտակից ես, փորձես օգտվել օրենքով սահմանված իրավունքից, կմնաս ուղղակի առանց աշխատանքի։ Ու դա ցավոք այդպեսի միտում է Հայաստանում, որը կա ոչ միայն անհատ գործատուների մոտ, այլ նույնիսկ որ պետական կամ մոտ պետական կազմակերպություններում, հա, ես կոնկրետ չգիտեմ, վիզաների կենտրոնների հետ կապված դեպքեր նմանատիպ, այդպիսի բաներ, ու հնարավոր չի, նույնիսկ եթե դու գիտես քո իրավունքները, ստացվում է, որ ինչ-որ երկու կրակի արանքում ես, ու երևի ավելի լավ է չիմանաս, գոնե հանգիստ կապրես։ Դե իրականում տեսեք, սա շատ լավ ինֆորմացիա կլինի բոլոր աշխատողների համար, որովհետև աշխատողին աշխատանքից հեռացնելը հեշտ չի։ Սա իրականում ունի երկու անկյուն ու այդ երկու անկյուններից մեկը այնա որ գործատուն այս իրավիճակում բոլորովին պաշտպանված չի, որովհետև լինում են բավականին հաճախակի այնպիսի դեպքեր, երբ որ
ռեալ ունես աշխատող, որը քեզ բերում է 0 օգուտ, ավելին ինքը քեզ բերում է վնաս, բայց դու պրակտիկորեն իրան աշխատանքից հեռացնելու օբյեկտիվ հնարավորություն չունես, որովհետև օրենքը քեզ շատ-շատ խիստ սահմանների մեջ է դրել։ Օրինակ, հա, ես ունեցել եմ кейս գործատուի հետ կապված, որ call center-ի աշխատողը ուղղակի բոլորին կոպտում էր եւ այդ call center-ի աշխատողը շարունակում էր աշխատել, որովհետև այն բավարար գործիք հակազմ իրան աշխատանքից հեռացնելու չկար ու տարբեր մեթոդներով, երբ որ փորձում էր իրան աշխատանքից ազատել, միշտ ինչ որ մի կետում բախվում էր իր խնդրի ու ինքը այդտեղ շարունակում էր աշխատել։ Այս մեկ, այսինքն, եթե մենք խոսում ենք նրա մասին, որ եթե դու փորձես քո իրավունքների մասին բարձրաձայնել, քեզ ինչ որ մեկը ինչ որ պահի կփորձի աշխատանքից հեռացնել, դա այդպես չի, որովհետև դու շատ հանգիստ կարող ես շարունակել աշխատել, ասել ինձ փաստաթղթով ծանուցեք, ինչ հիմքով եք ինձ աշխատանքից հեռացնում, որից հետո արդեն համապատասխան հետևանքները կիրառել։ Եվ միևնույն ժամանակ այստեղ պետք է պարտադիր հիշել, որ եթե քեզ ասում են դիմում գրի ստորագրի, որ դուրս ես գալիս աշխատանքից, իսկ դու չես ուզում աշխատանքից դուրս գալ, քեզ պարտադրում են, դու բնականաբար այդ դիմումը չես ստորագրում։ Մեր մոտ որպես կանոն գործատուները այդ մեթոդին են դիմում, որովհետև դա ամենաանվնաս մեթոդն է գործատուի համար, երբ որ առաջանում է ինչ-որ կոնֆլիկտ, ինչ-որ այլ ճանապարհներով, այլ խոսակցություններով, թասիբի, նամուսի, չգիտեմ, ինչ-որ կովկասյան լեվելի, այո, կովկասյան լեվելի խոսակցություններով մարդուն բերում են նա, որ արի դու քո դիմումը գրի դուրս արի ախպեր։ Դե մարդը գրում է դուրս է գալիս, հետո գալիս է ասում է ես չէի ուզում գործից դուրս գալ, ինձ գործից հանել են։ Բայց դու երբ որ փաստաթղթերը նայում ես, դու հասկանում ես, որ այդ մարդուն ոչինչով չես կարող օգնես, որովհետև իր դիմումն է, իր ստորագրությունը ու այդքանով ավարտված է։ Այսինքն վերադառնալով հարցին, ոչ ոք չի կարող աշխատանքից հեռացնի նրա համար, որ դու բարձրաձայնում ես քո իրավունքները։ Դու բարձրաձայնում ես քո իրավունքները, եթե գործադուտուն դժգոհ է ուզում է, որ դու քո իրավունքները բարձրաձայնելու համար աշխատանքից դուրս գաս, թող համապատասխան օրենքով սահմանված միջոցները ձեռնարկի։ Լավ, հիմա մի քայլ հետ քաշվենք։ Ասացիր, որ Հայաստանում մենք ունենք ցածր իրավագիտակցության խնդիր, այսինքն մարդիկ ուղղակի տեղյակ չեն իրանց հիմնային աշխատանքային իրավունքներից։ Արի այդ խնդիրը հենց հիմա այստեղ գոնե մեր հանդիսատեսի համար լուծենք։ Հիմնային ու գլխավոր աշխատանքային իրավունքները Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոնք են։ Առաջնային, հա, այս դրա մասին պետքա կարծում եմ խոսել ամենասկզբից, որ երբ որ մենք խոսում ենք աշխատանքային իրավունքի իրավահարաբերությունների մասին, մենք խոսում ենք այն մասին, երբ որ դու աշխատում ես աշխատանքային պայմանագրով։ Այսինքն առաջին, երբ որ դու անցնում ես աշխատանքի, դու ստորագրում ես աշխատանքային պայմանագիր։ Ստեղ շատ ժամանակ գործատուները առաջարկում են այլընտրանքային պայմանագիր, այսպես ասած քաղիրավական պայմանագիր, որը համար ոչ մի երաշխիք չի նախատեսում։ Քաղիրավական պայմանագիրը ենթադրում է, որ դու ցանկացած փուլում կարաս աշխատանքային պայմանագիրը լուծես։ Աշխատանքային չէ քաղիրավական պայմանագիրը, որ ասում են, դա ծառայությունների մատուցման պայմանագիր է, որը ենթադրում է, որ դու այդ անձին մատուցում ես X ծառայություններ, ինքը դրա համար քեզ վարձատրում է։ Ու դե բնականաբար, եթե այս երկու պայմանագրերը համեմատում ենք, աշխատելու դեպքում դու աշխատանքային պայմանագրով ունես հանգստի իրավունք, ունես կոնկրետ ժամանակային գրաֆիկի իրավունք, այսինքն դու աշխատում ես շաբաթվա ընթացքում առավելագույնը 40 ժամ, արտաժամը պետք է հավելյալ վարձատրվի։ Դու աշխատում ես, ունես իրավունք ընդմիջման, եթե կին ես, դու ունես հավելյալ երեխայի խնամքի հետ կապված արտոնություններ եւ այլն եւ այլն։ Եթե դու աշխատում ես ծառայությունների մատուցումով, քեզ կարան ասեն, դա եթե հղիացել ես, դիմումդ գրի դուրս արի կամ պայմանագիրը լուծում ենք դուրս են գալիս, ու դու դրա դեմ ոչ մի ձև չես կարա պայքարես, որովհետեւ դու քաղիրավականով ես այնտեղ աշխատում։ Հետևաբար առաջի իրավունքը հենց դա է, որ եթե աշխատում եք աշխատանքային պայմանագրով։ Նու դե մնացածն էլ արդեն աշխատանքային պայմանագրով կարգավորման ենթակա շատ մանրամասն հարցեր, այսինքն դու երբ որ ստորագրում ես, այնքանա որ ինչ որ պայմանագիր ստորագրելը չի։ Այդ պայմանագրի մեջ պետքա կարդաս, օրինակ, ինչ գրաֆիկով ես աշխատելու, ինչ ծառաբեռնվածություն ես ունենալու, ինչ պարտականություններ ես ունենալու, որովհետև շատ հաճախ ստորագրում են մի աշխատանքային պայմանագիր, հետո վրա բարթում են մի շարք այլ պարտականություններ ու ասում են հա դե մեկը այս պայդրությամբ ծանրաբեռնվածություն չունես։ Okay, ես ծանրաբեռնվածություն չունեմ, բայց դա արդյոք իմ աշխատանքային պարտականությունների մեջ ներառվում է թե չէ։ Բնականաբար վարձատրության հետ կապված մի շարք հարցեր, որոնք ներառված են այդ իրավունքների մեջ ու պետք է աշխատանքային պայմանագրում ներառվեն։ Ինչ ժամային գրաֆիկով եմ աշխատում, դրա համար ինչքանով եմ վարձատրվում։ Վարձատրվում եմ ժամավճարով թե ամսավճարով։ Ինչ հավելավճարներ, պարգևավճարներ, օրինակ լինում է, չէ, որ հայտարարություններում տեսնում ենք, որ օրինակ
աշխատանքային պայմանագիրը մինիմալ աշխատավարձ է ենթադրում, բայց ենթադրում է նաև այնտեղ տոկոս արված աշխատանքից կամ հավելավճարներ, պարգևավճարներ, բայց պայմանագրում դա չեն ներառում։ Եվ շատ հաճախ մարդիկ գալիս են ասում են մենք պայմանավորվել ենք, որ պիտի վճարեն տոկոս։ Okay, դու պայմանավորվել ես, որտեղ է դա ֆիքսված։ Եթե դա ֆիքսված չի, դու չես էլ կարա որևէ տոկոս կամ ինչ որ այլ հավելավճար պահանջես, որովհետեւ դու չես ֆիքսել դա։ Ինչը գրած չի, գոյություն չունի։ Իհարկե, որևէ բան է որ պայմանավորվածություն կլինի դա գումարի հետ կապված, հանգստի հետ կապված, երրորդ, չորրորդի հետ կապված գոյություն չունի։ Հիմնական իրավունքները դրանք են, մնացածն էլ արդեն կախված գործունեության ոլորտից, արդեն պետք է հասկանան, օրինակ վնասակար պայմաններում աշխատելիս հավելյալ երաշխիքներով են ապահովում, հղիության ընթացքում կանայք հավելյալ երաշխիքներ պետք է ունենան, աշխատանքից հեռացնելու հետ կապված բարդություններ են ունենում գործատուները եւ այլն եւ այլն։ Իսկ պայմանագրի մեջ ամեն ինչ կարելի է գրել, թե այսինքն as long as բոլորը համաձայն են, որտեղ գիտեմ, որ օրինակ չգիտեմ Ֆրանսիայում, եվրոպական երկրներում հիմնականում շաբաթական 35 ժամ մաքսիմումն է, որտեղ ինչ որ նշվում է, եթե արտաժամյա է 40-ա, Ֆրանսիայում 35 է։ Էդ էլ չեն գնում գործի։ Ֆրանսիայում Ահա, եւ պայքարում են, որ դառնա 28-ը։ Ու եթե դրանից ավել է, դա կրկնակի ավարտատրվում, եթե տոն օրա ավարտատրվում է կրկնակի պլյուս ինչ որ չգիտեմ ինչ, այսինքն նույնիսկ այդ բազային պայմանագիր այնպես որ քանի դեռ բոլորդ համաձայն եք, ամեն ինչ կարա գրեք։ Միանշանակ չէ, աշխատանքային օրենսգիրքը ունի իմպերատիվ կանոններ, պարտադիր կանոններ, հա, այսպես ասած, որոնցից շեղվել չի թույլատրվում։ Այդ նույն առավելագույն 40 ժամ գրաֆիկը, հիմնական համատեղությամբ աշխատանքի դեպքում առավելագույն ժամանակը, որը սահմանված է, դրանից շեղում չի թույլատրվում, այսինքն եթե օրինակ առավելագույն աշխատելու հնարավոր ժամանակը 40 ժամն է, մեկ շաբաթվա ընթացքում դու չես կարող մարդուն 50-60 ժամ աշխատացնես ու դա համարես նորմալ։ Դա աշխատանքային պայմանագրի խախտում է։ Նույնը, հա, շատ հաճախ Հայաստանում հանդիպող խնդիր 2 սմենով աշխատողները, որ մարդուն ասում են դու աշխատում ես 2 սմենով, գալիս ես առավոտի 9-ին, գնում ես հաջորդ օրը 9-ին։ Սա կոպտագույն խախտում է, որովհետև դու մարդուն էքսպլուատացնում ես օրվա կտրվածքով 24 ժամ։ Շատ հաճախ հանդիպող Այո, շատ հաճախ, բայց դրա իրավունքը որևէ գործատու չունի, որովհետև դա ոչ միայն տարական մարդու առողջությանն է վնասում, իր աշխատանքի արդյունավետությանն էլ է վնասում, օրենքով էլ է արգելված, այսինքն այն ինչը որ հստակ օրենքով ամրագրված է, չես կարող շրջանցես, բայց կան օրինակ հնարավորություններ, հա, օրինակ աշխատողին ծանուցելու եղանակի հետ կապված։ Օրենսդիրը ասում է ծանուցման եղանակը նախատեսում է գործատուն։ Արդեն դու կարաս այնտեղ գրես, գրավոր ես ուզում որ ծանուցվի փոստայինով, էլեկտրոնայինով, թե ոնց ես ուզում ծանուցվի, որ աշխատանքը ավելի օպերատիվ կազմակերպես։ Բայց հիմնական դրույթներից շեղվել բնականաբար իրավունք չունենք։ Իրոք, այստեղից կտրուկ հարց առաջացավ։ Օրենքով օրինակ սահմանված է, որ 24 ժամ չի կարելի։ Մենք ունենք բաց հարթակներում աշխատանքի եւ ոչ միայն աշխատանքի, բայց հայտարարությունների հարթակներում լիքը հայտարարություններ կարելի է տեսնել, հիմնականում վերաբերվում է security աշխատողներին, պահակներին, երբեմն գործարանների աշխատողներին, շատ, այսինքն ինչ որ թաքուն բան չի, ու ինչ որ բան չի, որ կաբինետում հարցազրույցի ժամանակ են ասում։ Ու այդ 24 ժամը դրված է։ Ով պետք է հետևի, գնա այդ մարդկանց դուրը ծեծի, ասի կներեք օրենսդրություն։ Մենք ունենք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, որը աշխատանքային հարցերով բնականաբար առանձին բլոկ, որը զբաղվում է հենց աշխատանքային հարցերով, աշխատանքային իրավունքի խախտումներով։ Բայց ենթադրում եմ, խնդիրը գալիս է նրանից, որ ոչ ռեսուրսներն են բավարար այդ ծավալ research անելու, հա, որովհետև այդ բոլոր հարթակներին պետքա առնվազն մի հոգի նստած ամբողջ օրը հետևի թարմացումներին ու նայի, մենք այդ ռեսուրսը պետական բնականաբար չունենք։ Ու իրանք հիմնականում զբաղվում են այն գործերով, որոնք բողոքի հիման վրա հարուցված գործեր են, այսինքն մեկը այդ խնդիրը տեսավ, բողոքեց, օքեյ, իրանք այդ հարցը քննարկում են։ Եթե չէ, սեփական նախաձեռնությամբ շատ ժամանակ չեն էլ տեսնում, չեն էլ նկատում, չեն էլ կարողանում ինչ-որ բան անել։ Ես մի քանի հարց ունեմ, ընթացքում էլ հարցեր առաջացան, տեսնենք ինչքանը կհասցնենք։ Մի քիչ ավելի սոցիալ-քաղաքական հարցնամ, ոչ իրավական։ Մենք ունենք առանձնահատուկ թիրախային խմբեր, ինչպիսիք են կանայք, երիտասարդները, այսինքն փորձի բացակայության պայմաններում դու երբեմն լռում ես ու համաձայնվում ես պայմանների, որոնք գուցե
օրենսդրության խախտում են, հա։ Միգրանտներ, ես կարամ պատկերացնեմ, որ նույնիսկ սև շուկան է այդտեղ մենք ունենք Yandex-ի պես գործատու, որը բավականին, կարծում եմ, ճկուն պայմանագրեր է կազմում մարդկանց հետ, այդ ֆրիլանսերների մեծ խումբ ունենք եւ այդ քաղաքաիրավական պայմանագրերով են աշխատում։ Ինչ որ հասարակական, քաղաքական մեխանիզմներ գործում են Հայաստանում նման խմբերի շահերը կոլեկտիվ պաշտպանելու համար։ Իրականում այս մասով կարգավորումները բավականին թույլ են ու մի փոքր տարանջատ ենք, հա, որովհետև օրինակ կանանց հետ կապված սահմանադրությունը աշխատանքային օրենսգիրքը համընդհանուր սկզբունք ունի, որ կանայք եւ տղամարդիկ հավասար են, խտրականությունը աշխատանքի վայրում արգելվում է։ Բայց այստեղից սկսվում է իրական կյանքը։ Նորից բախվում ենք այն խնդրի, որ բոլորը լռում են եւ բոլորը ընդունում են։ Հրապարակվում են հայտարարություններ, բայց ընդ որում ես միշտ ասում եմ, այս մասով խտրականությունը դեպի տղամարդ, որովհետեւ ասում են ընդունում ենք աշխատանքի կանանց։ Ինչի կանանց, ոչ մեկ դա չի կարողանում հասկանալ, բայց ասում են տղամարդիկ չլինեն։ Ես գիտեմ այդ հարցի պատասխան։ Մոտավորապես կարելի է նաև ենթադրել, թե ինչու, բայց ամեն դեպքում։ Հիմա սեռով պայմանավորված հայտարարությունների տարածումը ըստ էության արգելք է, որովհետև դա ուղղակի խտրականություն է, իսկ աշխատանքային հարաբերությունները սկսվում են այդ հարցազրույցի փուլից, որովհետև դու երբ որ այդ հարցազրույցը հայտարարում ես, դու աշխատանքի անցնելու համար ես հայտարարում։ Եվ երբ որ դու արդեն իսկ քո հայտարարություն դնում ես խտրականությունով, արդեն քո մասին որպես գործատու կարելի է պատկերացումներ կազմել։ Ես ունեցել եմ դեպքեր, երբ որ աշխատանքի վայրում տղամարդը շատ ավելի բարձր է վարձատրվել նույն աշխատանքի համար, քան կինը, ու դրա մասին ոչ կարողացել է բարձրաձայնի, ոչ էլ կարողացել է ինչ-որ բան անի, որովհետև ես եմ գործատուն, ես եմ որոշում եւ ընդ որում իրոք օրենսդրորեն չկա այդպես կարգավորում, որ ասես օրինակ նույն հաստիքին գտնվող անձանց պետքա նույն չափով վարձատրես։ Իրանք ներքին կարգով գուցե ենթադրում են, դե կինա իրան շատ գումար պետք չի, տղամարդը տուն ապահում գումար է պետք։ Այդ հիմքով պայմանավորված տղամարդուն մի քիչ ավելի շատ են վարձատրում։ Այս մասով կարգավորում չունենք, թեպետ խտրականության արգելքություն ունի, բայց այդ էլ եկեք մի հատ բան էլ գիտակցենք, որ եթե մենք օրինակ տեսականորեն որոշենք այդ հարցով դիմենք դատարան, մենք ոչ մի հաջողություն չենք ունենա, որովհետև մենք պետք է կարողանանք հիմնավորել են, որ դա խտրական մոտեցում է, ոչ թե օրինակ դու ավելի վատ ես աշխատում կամ ավելի քիչ ես աշխատում, քան նա։ Այս մասով միգրանտների հետ կապված որևէ հստակ կարգավորում չկա։ Կա հնարավորություն միգրանտների դեպքում գործատուի կողմից ստանալ աշխատանքի թույլտվություն, բայց իրանց վարձատրության չափի, ժամանականակի եւ այլնի հետ կապված գործում է ընդհանուր աշխատանքային օրենսգրքի սկզբունքը, բայց հաշվի առնելով են, որ իրանք բավականին թիրախային գոտում են գտնվում եւ որպես այդպեսին իրանք եկել են այստեղ աշխատելու եւ ցանկացած աշխատանքի էլ համաձայն են, որովհետեւ ամեն դեպքում մենք մի քիչ էլ ռասիստ ենք, մի քիչ էլ նացիստ ենք։ Դրա համար իրանք Մարտամեկի ականջներից հեռու ամեն դեպքում ստիպված են համաձայնվել են կանոններին, որոնք որ թելադրում են ու այդ նույն տրամաբանությամբ աշխատում են օրինակ շինարարությունում, բավականին վտանգավոր պայմաններում, առանց ապահովագրության, առանց հավելյալ երաշխիքների, առանց հավելյալ աշխատավարձի շատ ավելի ցածր, քան օրինակ հայ տղամարդը այնտեղ կաշխատի։ Երեխաների հետ կապված կան որոշակի վերապահումներ, որովհետև 18 տարեկանից է թույլատրվում ընտրել աշխատանքի ազատություն եւ այլն, բայց մեր օրենսդրությունը նախատեսում է հնարավորություն 16 տարեկանից աշխատելու ու ընդ որում այս պարագայում թե բնականաբար այդ բոլոր կանոնները ու կրթությունը հարգելու իրավունք, այսինքն ենթադրում ենք, որ եթե 16 տարեկան երեխան գնում է աշխատելու, ինքը սովորում է դպրոցում կամ ինչ-որ կրթական հաստատությունում, իրան պետք է այդ ժամանակը հատկացվի, բնականաբար այդ ամեն ինչը անտեսվում է։ Եկել ես աշխատելու, աշխատում ես այն պայմաններով, որով որ աշխատում են բոլորը։ Ընդ որում հիմնականում դե այդ տարիքում աշխատում են տղաները, մատուցող, իրանց հետ է պայմանագիրը կնքվում, թե ծնողի։ Որպես օրինական ներկայացուցիչ մասնակցում է նաև ծնողը, բայց պայմանագիրը կնքվում է իրանց հետ, որովհետև 16 տարեկանից իրանք դելիկտ ունակ են համարվում։ Գործարք կնքելու իրավասու այսպես։ Մատուցող են աշխատում, չգիտեմ, սուպերմարկետում, պահեստում են աշխատում եւ որպես կանոն իրանց հետ սկի աշխատանքային պայմանագիր էլ ես կարծում եմ չի կնքվում, այտենց ուղղակի ներքին կարգով համաձայնության են գալիս, որ պետք է աշխատեն։ Եվ ավելի փոքրերի ես դեպքեր գիտեմ, որ 14 տարեկան երեխեք աշխատում են։
ու նման դեպքերում օգնելու համար պետք է այն կառույցին տեղակ պահել, որի մասին ուրիշ միջոց չունենք։ Դե տեսեք, եթե օրինակ չեն գրանցում աշխատողին, դրանով կարա զբաղվի նաև ՊԿ։ Չգրանցված աշխատող, հարկերից խուսափել եւ այլն եւ այլն։ Եթե կա ուղղակիորեն աշխատանքային օրենսգրքի խախտում, դա կամ տեսչականն է անում, կամ անում է դատարանը։ Արդեն պետք է հասկանալ կոնկրետ որ ուղղվածությունը ավելի ձեռնտու, որովհետեւ տեսչակային դիմել կարաս նաեւ առանց փաստաբանի։ Դատարան դիմելու համար փաստաբան պարտադիր է միանշանակ, որովհետեւ արդեն ավելի բարդ process է սպասվում։ Կոպիտ ասած, այնտեղ տեսչականին աշխատակիցները քո տեղը անում են աշխատանքը, որ պետք է փաստաբանի, իսկ դատարանում արդեն պետք է պաշտպանվես սեփական միջոցներով։ Մի հատ էլ քանի սոցիալ-քաղաքական հարցերից ենք խոսում։ Դու ասեցիր գործատուն, որ ասի դիմում գրի դուրս արի, իրական չի կարելի տենց բան օրենքով։ Հիմա մենք երկրի ղեկավարի մակարդակով տեսնում ենք հայտարարություն հանրային, հա, ասում է ես եմ իրան ասել դիմում գրի դուրս արի։ Այսինքն ակնհայտ այդ նախադասությունը մենք չենք հորինել, չենք ենթադրում, դա մեր երազում չենք տեսել։ Վերցանումը չի ասացի, բառացի ցիտում ենք մենք իրան հիմա, հա։ Okay, մենք հասկանում ենք, որ այդ կինը դե բնականաբար դիմումը գրել եւ դուրս եկել, բայց ոնց կարա այս խոսույթի պայմաններում սովորական գործատու աշխատող մակարդակում այլ բան գործի։ Սա խնդիր է ու ասենք փաստաբանների պալատը, չգիտեմ, ինչ որ արձագանքներ լինում են նման ակնհայտ հակաօրինական քաղաքական հայտարարություններին։ Իրականում դա մեղմ ասած հայտարարություն եւ այն որ ասում են իսպանական ամոթ, հա, իսպանական ամոթ է ապրում, որ կարա պետության ղեկավարի մակարդակով այդպիսի աբսուրդ տեղի ունենա։ Բայց ցավոք սրտի մենք ապրում ենք այն երկրում, որտեղ դա հնարավոր է ու բնականաբար սա շատ վատ նախադեպերի սկիզբ է տալիս, որովհետև ոչ միայն այս մասով, մի փոքր ավելի ուշ ես կարծում եմ մենք այդ հարցին կանդրադառնանք, ես դրա մասին էլ կխոսեմ, բայց առհասարակ որևէ հարաբերության ներգործությունը դա կլինի, չգիտեմ, քննիչին ասել, գործը արագացրեք, անգամ եթե դու լավագույն նպատակներով ասում ես արագ այդ գործը քննեք, հա։ Աբսուրդ է։ Դու վարչապետ ես կամ չգիտեմ, դու ազգային ժողովի նախագահ ես կամ դու պատգամավոր ես, այս յուրաքանչյուրը օրենքով սահմանված լիազորություններ ունի, եթե դու այդ լիազորություններից դուրս ես գալիս, սկսենք նրանից դա քրեորեն պատժելի է։ Քրեորեն պատժելի է։ Մեր դատապարտություններից լիազորություններից դուրս գալի իհարկե։ Նա ակնհայտորեն լիքը բացեր ունենք, չէ՞, որ օրենքում եւ վարքում, այսպես ասած, որ պետքա փոխել։ Հիմա ինչն է հետաքրքիր, ամեն ինչ օրենքով գրել հնարավոր չի ու աշխատանքային հարաբերությունը, երբ որ մարդիկ օրվա մեծ մասը տարիներ շարունակ իրար հետ են անցկացնում, հնարավոր չէ հարաբերության ամեն ինչը գրել։ Իսկ ինչ որ բաներ մնում է մարդկային հարաբերությունների մակարդակում, բայց փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ օրենքը լավ ագրված եւ լավ պահպանվում է, այդ հարաբերություններն էլ են պլյուս-մինուս նորմալ պահպանվում, այն ինչը որ կառավարելի չի եւ պատժելի չի եւ ապացուցելի չի, ինքը մեկը մնում է ինչ որ մարդամոտ մակարդակի վրա, հա։ Եվ հակառակը։ Հիմա ասում եմ այլ օրինակ ասեմ լավ պատկերացնելու համար, այ ասում էի, որ շատ հայտարարություններ կան, որտեղ միայն կանանց են աշխատանքի ընդունում։ Ես աշխատել եմ այդպիսի միջավայրում, որտեղ աշխատանքի ընդունում էին սկզբունքորեն միայն աղջիկների, երիտասարդ աղջիկների նոր ավարտած, ու ես իհարկե այդ ժամանակ 21-22 տարեկան էի, չի հասկանում, հետո ավելի ուշ ոնց որ հետնայելով հասկացա, որ իրանք ոչ միայն երիտասարդ աղջիկներ էին, այլև բոլորը ինչ որ խոցելի վիճակում գտնվող աղջիկներ էին։ Օրինակ, ունեինք աղջիկ, որը մի քանի վատ ավարտված հղիություններ ունեցել ու դեպրեսիայի մեջ էր։ Ունեինք աղջիկ, որի պապան նոր էր մահացել ու եւ ընտանիքի ֆինանսական վիճակներ խառը եւ հոգեբանական վիճակներ խառը։ Ես նոր վերադարձել էի ուրիշ երկրից, այսպես էլի պանիկայի մեջ։ Մի խոսքով, բոլորը ինչ որ խոցելի վիճակում ջահել աղջիկներ էին։ Ու ինքը մեզ այդ մասին, որ ինքը մենակ կանանց գործ է ընդունում, ասում էր որպես մեզ կոմպլիմենտ։ Իբր այ դուք լավ եք աշխատում այ այլն, բայց իրականում ինքը բոլորի վրա գոռում էր, ինչ որ բաներ էր շպրտում, շատ էսպես ագրեսիվ էր ու ինչ որ պահի նույնիսկ այտենց լինելով կյանքի փորձ ունեցող աղջիկ, սկսում ես հասկանալ, որ ինքը ուղղակի տղամարդկանց գործը չի ընդունում, որովհետև չի կարա տղամարդու վրա բաժակ շպրտի ու իրան ոչ մի բան չլինի։ Իսկ 22 տարեկան աղջիկը այդ դու հիմնականում կարա։ Մանավանդ հայկական ու մանավանդ հա մի 10 տարի առաջ, իսկ եթե աղջկա համար հարց լուծող չկա, նորից ոչ մի բան ապացուցելի չի ու այդպես։ Հիմա ուզում հասկանամ։
Այսպիսի վերաբերյալ ես վստահ եմ, որ դա միակ տեղը չի, որ այդպիսի բան, ես վստահ եմ, որ միջև այսօր կան տեղեր, որտեղ այդպիսի բաներ լինում է, թեև ես վաղուց չեմ առնչվում, բայց հաստատ մարդիկ բախվում են։ Դա փոխվելու է վերևից օրենքներով եւ պատիժներ կիրառելով, թե դա պետքա փոխվի ինչ որ ներքևից, չգիտեմ, մարդկանց սովորացնելով, կրթելով, դպրոցից ինչ որ բան բացատրելով, ոնց պիտի գանք ինչ որ adekvat աշխատանքային հարաբերությունների։ Թեև ես համարում եմ, որ մեր օրենսդրությունը բավականին շատ բացեր ունի, միևնույն ժամանակ ես գտնում եմ, որ աշխատողը բավարար պաշտպանված է այսօր նորմալ աշխատանքային միջավայրում իրեն գտնելու համար։ So ես կարծում եմ, որ պետքա սկսվի ներքևից։ Այսինքն նախ պետքա սկսվի այն նորածին երեխայից, երբ որ չեն ասում պիտի հարմարվես, ասում են ոչ, բալիկ ջան, եթե քեզ ինչ-որ մի բանը նեղություն է տալիս, դու այդ նեղությունը որ տալիս է, պետքա բարձրաձայնես, դա կլինի քո ծնողը, քո տատիկը, չգիտեմ, քո ընկերները, պետք չի կուլ գնալ։ Սա մեկ։ Հետո գալիս ենք դպրոց։ Դպրոցում արդեն մենք դպրոցական տարիներին անցնում ենք, կարծում եմ հիմա էլ դեռևս ոչ ոք չի փոխվել, հասարակագիտություն ենք անցնում։ Ես հիշում եմ իմ դպրոցական տարիները, մենք բոլորս մատերի արանքով ենք այդ առարկային վերաբերվում ու մենք չենք անցել։ Ես չեմ անցել։ Ես անցել եմ օրինակ ու մենք ոչ ունեինք մենք ոչ ունեինք պատշաճ դասատու ուսուցիչ, ով որ կտիրապետեր այդ թեմային, մեզ դա դասավանդում է, եթե չեմ սխալվում, պատմության դասատու։ Ոչ էլ հենց ուսուցչի կողմից պատշաճ վերաբերմունք կար այդ առարկային։ Օրինակ, այդ նույն ես տեսնում էի, ես սովորել եմ սլավոնական համալսարանում, մենք ունեինք երեխեք Ռուսաստանից եկած, մենք ունեինք երեխեք, ովքեր սովորել էին սլավոնականի գիծ դպրոցում, որը էլի ռուսական է։ Իրանք բոլորը հասարակագիտություն գիտեին, ուղղակի փայլուն, եւ իրենց իրավաբանական ֆակուլտետում սովորել շատ հեշտ էր, որովհետև իրանք արդեն են բազային գիտելիքներ ունեին։ Այսինքն, տեսեք, ինչ ենք մենք անցնում, հա, բացի այդ իրավունքի տարբեր պետությունների պատմություն եւ այլն, մենք առաջին կուրսում անցնում ենք իրավունքի եւ պետության տեսություն։ Սա այն բազային գիտելիքը, որ ցանկալի է այդ գիտելիքը ունենա ոչ միայն իրավաբան, այլ ցանկացած քաղաքացի, որովհետեւ այդ գիտելիքով դու կարողանում ես հասկանալ պետությունը ոնց է կառուցված, ոնց է ինքը աշխատում, ոնց է ինքը քո վրա ներազդում ու ոնց դու կարաս իր վրա ներազդես։ Այդ նույնը իրավունքներ, այդ բազային իրավունքները, երբ որ մենք ասում ենք իրավահարաբերություն, ես այսօր որ մեր քաղաքացիներից ցանկացածի մոտ ասում եմ իրավահարաբերություն, կլոր նամադեմքից չի հասկանում ինչի մասն եմ, թեպետ ինքը եկել է Այսինքն հաջորդիվ պետք է մենք դպրոցներում մի փոքր ուսուցչական կազմի մակարդակով, հենց առարկայի մակարդակով կարողանանք բերենք նրան, որ ժողովուրդ սա հայոց լեզվից, մայրենի լեզվից, գրականությունից ոչ պակաս կարևոր առարկա է, այս երեխեքը պետք է հասկանան, որ իրանք ունեն իրավունքներ, իրանք ունեն պարտականություններ։ Դպրոցում ես չեմ հիշում ինձ երբևիցե ինչ որ մեկը ասած լինի, թե տանը, թե դպրոցում, որ ես ունեմ իրավունք։ Նրա համար կարող է հայկական դպրոցում ունենաս իրավունք։ Հենց այդ է, նրա համար որպեսզի ես լինելով աշակերտ, դեռահաս աղջիկ, կարողանամ, չգիտեմ, վատառողջության պատճառով տուն գնամ, ես պետքա գնայի եւ տղամարդ տնորենին 3 ժամ բացատրեի ինչ եմ ես ուզում տուն գնամ։ Ընդ որում վերջում ասել բեր բժշկի թուղթ։ Այսինքն այս ամեն ինչը գալիս է նրանից, որ մեզ դպրոցներում չեն կրթում բավականաչափ։ Հետագա մենք գնում ենք համալսարանում, օրինակ ես հիմա որ դիտարկում եմ թեկուզ մեր համալսարանը, թեպետ բոլոր ֆակուլտետները առնչվող որոշակի այլ առարկաներ անցնում են, օրինակ իրավաբանները անցնում են տնտեսագիտություն, տնտեսագետները անցնում են իրավաբանություն, քաղաքագետները անցնում են կուլտուրոլոգները չեն ասում։ Մենք իրավագիտություն անցել ենք լավ, այո, ատում էինք խորապես։ Ոտ ընդ որում անցնում ենք ոչ թե իրավագիտություն կամ իրավաբանություն, այլ մենք անցնում ենք պետության եւ իրավունքի տեսություն։ Բայց դա այնքան ֆորմալ է արված, հա, այսինքն դու ունես օրինակ մի կիսամյակ ժամանակ, որպեսզի այդ մի կիսամյակի ընթացքում կարողանաս ոչ իրավաբանին, ով որ չունի ոչ մի բազային գիտելիք պետության կառուցվածքի մասին, բացատրես պետությունը ոնց է գործում, բացատրես իրավունքի կառուցվածքը ու առհասարակ ոնց է այդ ամեն ինչը իրար հետ հարաբերակցում։ Դա շատ մեծ ու բարդ բան է, անգամ մի տարին բավականին քիչ է, որպեսզի դու կարողանաս հենց իրավաբանին իրավունքի տեսություն կամ պետության տեսություն կարողանաս մատուցել սովորացնել, ուր մնաց ոչ մասնագետին կարողանաս կես սեմեստրում սեղմված ներկայացնես այն բազային գիտելիքները, որոնք
Հա, դու տնտեսագետ ես, բայց մեկը քեզ կյանքի ցանկացած ոլորտում դա պետք է գալու։ Ես ասեմ իմ փորձից, որ ասեմ ատում էի, չստացվի որ իրավաբանությունն էի կատում, մեզ 4-րդ կուրսի առաջին կիսամյակում բերեցին իրավագիտության առարկա, ու ես միակն էի, որ առաջի քննությանը լիկվիդ չմնացի այդ առարկայից, որովհետև իմ տատիկը իրավաբան է։ Եվ ես ընդհանուր հասկանում էի, այդ ինչով են ուտում, մնացածը չէին հասկանում։ Թատերական ինստիտուտն է, օքեյ, բայց ու այդ ժամանակ ոնց որ այս բացատրություններ իմ գլխում զուտ, բայց հետո որ գտա այդ իմ տետրերը այդ իրավագիտության հիշեցի դասը ոնց էր անցնում, ես չգիտեմ մեր դասախոսին որ համալսարանից էին բերում, բայց հավանաբար ինքը սովորություն ուներ դասավանդել բացառապես իրավաբանների, այսինքն որոնք արդեն դպրոցից պարապած եկել են։ Ու ինքը մենք ունենք իրոք մի կիսամյակ, ու ինքը մեզ հիմքեր չէր բացատրում ու ինչ որ ընդհանուր իրավունքներ չէր բացատրում, ինքը մեզնից պահանջում էր իմանալ ամեն օրենքը բառերի ճիշտ տեղերով։ Կարծես մենք դա կամ ասենք հայց պիտի գրենք կամ պիտի դատարանում ինչ որ մեկին պաշտպանենք, որը այդ դեպքը չէր։ Ու բնականաբար, այսինքն դու 4 տարի սովորել ես թատերականի լոգիկայով, որ պրինցիպի բացի կրեատիվից, ոնց որ այդ լոգիկան ենթադրում է, որ դու պիտի հիմքը իմանաս ու դրա վրա կարաս ընդհանուր վարիացիաներ ունենաս։ Ու պրինցիպի այդ ոչ իրավաբանի համար իրավագիտությունը էլ է դա չէ ենթադրում, դու պիտի հիմքը իմանաս, հետո իմանաս որտեղ փնտրես, եթե քեզ այդ դեպքը վերաբերվել է, հա, ուրիշ բան քեզ պետք է զուբրիտ իմանալ այդ ամեն ինչը։ Մեզնից դա են պահանջում ու վստահ եմ որ շատ համալսարաններում է դա։ Գուցե, օրինակ, ես փորձ եմ ունեցել աշխատելու քաղաքագետների հետ, փորձել եմ իրավաբանությունը մոտեցնել իրենց մասնագիտությանը, որպեսզի իրանք կարողանան պատկերացնել առհասարակ ինչ են իրանք այդ առարկան անցնում։ Քաղաքագիտության լոգիկայով փորձել եմ իրանց օրինակ առաջարկեմ վերցնել ինչ-որ թեմա ու ուսումնասիրել այդ թեման քաղաքական տեսանկյունից, դիտարկելով նաև իրավունքի ոլորտը, հա։ Այս պարագայում ես տեսնում էի, որ ուսանողների մեջ այդ հետաքրքրությունը կա, իրանք այդ research-ը անում էին, իրանք գալիս էին, ներկայացնում էին։ Այսինքն եթե գնաս թատերական հեղինակային իրավունք պիտի տաս։ Օրինակ, հա, հաստատ կա։ Տնտեսագետներին պայմանագրերի իրավունքն է լավ աշխատում, շատ հետաքրքիր կարծում եմ, բայց հա, թատրոնում ցանկացած ճյուղով դու կարաս մարդուն մոտեցնես այն տրամաբանությանը, թե ոնց աշխատում պետությունը եւ իրավունքը, որովհետեւ այդ նույն հեղինակային իրավունքը հասկանալու համար դու պիտի հասկանաս ով է պետությունը հեղինակային իրավունքի տեսանկյունից, ով ես դու հեղինակային իրավունքի տեսանկյունից ու այս հարաբերություններում ու ոնց է աշխատում այս իրավունքը պետության քո հարաբերությունները պահելու, քեզ պաշտպանելու համար։ Այսինքն ցանկացած կետից այն ոչիլի պատմությունն է դառնում, բայց միևնույնն է դու ցանկացած կետից մոտենում ես այդ ոչիլին ու կարողանում ես այդ մի հատ ոչիլով մարդուն բացատրես ոնց է այս պետությունը գործում։ Ուղղակի ընտրում ես նենց ոչիլ, որ իրեն ծանոթ է էլի իմանա, որ այս ինձ պետք է։ Այսինքն մենք պիտի գանք դպրոցից, հետո համալսարանով եւ այդ դեպքում աշխատողները ավելի քիչ խնդիր կունենան։ Իհարկե, ու իրականում ես ձեզ ասեմ հիմա նոր սերնդի պարագայում մեր տարիքակիցները մեզանից շատ ավելի երիտասարդները իրանք միշտ իրանց իրավունքների մասին տեղեկանում են անգամ ուղակի խորհրդատվության համար ընդ որում զանգում են ոչ թե զանգում են այն հույսով որ դու իրանք օգնես այլ գիտակցելով որ դու իրանց վճարովի ծառայություն ես մատուցում գրանցվում են վճարովի խորհրդատվության մոտենում են որպեսզի իրանք իրանց իրավունքների սպեկտրը հասկանան ու իմանան ոնց շարժվեն առաջ Այսինքն այդ մասով մենք ունենք, հա, մի քիչ առաջընթաց, բայց այդ առաջընթացը ավելի գլոբալ ու լավ ունենալու համար մեզ պետք է որպեսզի կրթական համակարգը ավելի լուրջ մոտենա թե պետությանը եւ թե իրավունքին։ Մի հատ լուրջ մոտեցման ուղղակի պատմեց ու չէի կարող չհիշել, որ իմ կիսաֆրանսիացի պլիմյաշկաները որոնցից մեծը 7 տարեկան է հիմա, բայց ինչ որ պատմում եմ, ինքը դեռ 6 տարեկան չկար, որ ինչ որ խնդիր է ունեցել իր տատիկի հետ, տատիկը վրան գոռացել է ու ինքը ասենց դու հենց հիմա պետքա ներողություն խնդրես, ես իրավունք ունեմ պահանջել այդ ձևակերպմամբ։ Ես իրավունք ունեմ պահանջել, որ դու ինձնից ներողություն խնդրես ու բարբերաբար ինչ որ բաներ որ ուզում անի ու ասենք չեն թողում բան եւ այլն, տենց ոտիկը խփում է ժելը դու, ես իրավունք ունեմ ու Ֆրանսիայում դպրոց գնում եմ 3 տարեկանից, այսինքն դետոց բրամ դպրոցը չի մանկապարտեզն է, բայց դպրոցա կոչվում։ Այսինքն բայց դա պարտադիր է, էլի։ Եվ իրանց սովորացնում են փաստացի այնքան լավ, որ ինքը 5-6 տարեկանում արդեն գիտի, որ ինքը օրինակ իրավունք ունի, եթե իրան նեղացրել են,
ներողություն պահանջի։ Ոչ թե որտեվ իր սրտի կտենց է ուզում, այլ որովհետեւ ինքը իրավունք ունի։ Իրականում, եթե նայում ես թեկուզ շեղում ենք աշխատանքային օրենսգրքից շատ, աշխատանքային իրավունքից արդեն գնացել ենք, հասել ենք էսիմուր, բայց իրավունք պետությունը միշտ նույն Բայց ամեն դեպքում, երբ որ այս վերջին շրջանի մեր այս պատմությունները նայում ես, ծնողի կողմից երեխայի նկատմամբ բռնություն, սպանություն, քանի երեխա մահացավ մենակ 2026 թվականի ընթացքում սեփական հոր կամ մոր գործողության, անգործության հետևանքով։ Դու հասկանում ես, որ իրավացիորեն այդ երեխեքը պետք է դա իմանան, որովհետև հա դա այսօր կարա լինի մի հատ գոռոց, մի հատ ապտակ, բայց այդ ամենաթողությունը, հարևանների լռությունը եւ այլն բերում է նրան, որ արդեն կորցնում են կապը աշխարհի հետ ու սկսում են այս երեխեքին ոնց ուզում դաստիարակում։ Մի հարստամ կրթությունը դե հասկացանք, որ պետքա շատ փոքր տարիքից, թե տանը, թե մանկապարտեզում, դպրոցում պատրաստել իրավագիտակից քաղաքացի։ Արհմիությունների մասին հարց տամ, Ժասմինը Ֆրանսիայից խոսած, Ֆրանսիայում, Գերմանիայում, ընդհանրապես կենտրոնական Եվրոպայում արհմիությունները մեծ դեր են խաղում, մինչև այսօր էլ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր են կնքվում, իրանք շատ լուրջ ճնշում են կարող գործադրեն երբեմն թե օրենսդրի, թե գործադիրի, թե նաև գործատուի հանդեպ։ Ինչ վիճակում ենք մենք Հայաստանում, այդ բնագավառում ընդհանրապես ինստիտուցիոնալ լուծումների բնագավառում մենք ունենք իրավապաշտպան ինստիտուտներ հենց աշխատանքային իրավունքի պաշտպանության գծով։ Արհմիություններ թղթի վրա ունենք։ Ունենք արհմիությունների մասին օրենք, ունենք հնարավորություն, որպեսզի ցանկացած կառույցի ներսում ստեղծվի արհմիություն եւ այն գործի։ Սպասեք արհմիություն բացեմ ես։ Արագ։ Բայց որպես այդպեսին չի կիրառվում, էլի տեղեկացված չլինելու, հավես չունենալու, ինչ որ որոշակի զսպումների տեսանկյունից, որովհետեւ ամեն դեպքում այդ տնավարի վիճակը, որ վայ ոնց կլինի մենք իրար հետ պայմանավորվում ենք, հիմա մենք բռնենք արհմիություն բացենք, ինքը դա ագրեսիա դիտարկի, մենք սկսենք իրար հետ ցնց, ոչ մեկ դա չի ամ, բայց այնպես չի, որ առհասարակ արհմիություն Հայաստանում գոյություն չունի, ես ունեցել եմ դեպքեր, որոնք կապված են եղել հենց արհմիության հետ, որոնք արհմիության գործունեության հետ են կապված եղել, кейսեր ունենում ենք, բայց դրանք զգալիորեն ավելի քիչ են, քան օրինակ աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված кейսերը։ Մեր արհմիությունները գործադուլներ չեն կազմակերպում։ Որպես այդպեսին գործադուլներ կազմակերպում են ոչ թե արհմիությունները, այլ ըստ անհրաժեշտության կարան կոնկրետ աշխատանքային խմբեր կազմակերպեն այդ գործադուլները, բայց սա էլ թե գալիս է նրանից, որ գործադուլ կազմակերպելը օրենսդրորեն բավականին բարդ է, որովհետև դրա համար կան համապատասխան ընթացակարգեր, որոնք պետք է պահպանես, գործողություններ, որոնք պետք է անես, եւ այդ ընթացակարգերը չպահպանումը կարա հանգեցնի նրան, որ ուղղակի գործատուն քեզ կարա աշխատանքից հեռացնի, աշխատանքի չներկայանալու հիմքով, որովհետեւ այն ինչ որ դու արել ես, այդ քո պրոցեսը, որը դու դուրս ես եկել ու դուրսը հայտնել ես, չհամարվի գործադուլ։ Գործադուլի մասին պետքա նախապես հայտարարես եւ քանի որ դա համարվում է, այսպես ասած, հանրահավաք, ինքը պետքա պարտադիր վայր ամրագրես, նախապես թույլտվություն ստանաս, ոստիկաններին հրավիրես, որովհետեւ ցանկացած այդպիսի պրոցես, այսպես ասած, ինքը ենթադրում է, որ կարա լինի օրինակ հանրային ընդվզում, բախում, ուստի հասարակական կարգի ապահովումը ոստիկանների կողմից պարտադիր է։ Այն տարածքը, որ դու զբաղեցնում ես գործադուլ անելու նպատակով, դա համայնքային տարածք է, ուստի համայնքը քեզ պետքա թույլատրի այդ օր այդ ժամին այդտեղ հավաք անես եւ այլն, եւ գործադուլի մասին էլ դու բնականաբար գործատուին էլ պետքա ծանուցես անպայման, եթե դու այս պահանջները, պայմանները չես պահպանում, դու բնականաբար աշխատանքային պայմանագիրը քո շատ հեշտ կարա լուծվի, որովհետեւ համարում է, որ դու առանց հարգելի պատճառների, առանց նախապես զգուշացնելու մեկ ամբողջ աշխատանքային օր աշխատանքում ու եթե դա, չգիտեմ, 400 հոգի են, 400-ին էլ կարելի է առանձին այդպես անել։ Այո։ Չկա որևէ կարգավորում, որ ինչ որ ձև այդպիսի մասսայական բանից կպաշտպանի։ Դե կարգավորումը այն է, որ եթե դու որոշում ես ինչ որ քո դժգոհությունը հայտնես կամ եւ այլն, այդ պարագայում դու այդ բոլոր կարգերն ու կանոնները պահես։ Հակառակ պարագայում իրականում ես օբյեկտիվորեն չեմ համարում, որ որևէ գործատու մի անևակ 400 հոգու աշխատանքից կհեռացնի, որովհետև այդ պարագայում ինքն է ֆինանսական մեծ ռիսկեր կրում եւ խնդիրների առաջ կանգնում, բայց կազմակերպիչներն ուզում հանեն, այսինքն հրահրողներին, այսպես ասած, այդ պարագայում հա դե։ Բայց Եվրոպայում էլ կհանեն, եթե դու գործադուլ անելու հարքը չպահես,
Հա, ուղղակի ես նորից նկատել եմ, որ այդտեղ շատ արհմիություններն են կազմակերպում։ Դե հա։ Ու այնտեղ շատ հաճախ լինում է, որ աշխատողը ինքը կարող է, չգիտեմ, դու կարող աշխատող ես, որը այդ բան ստացել է իր երազանքների պրոյեկտը, բայց եթե արհմիությունը ասում է դուրս են գալի գործադուլի, դու դուրս ես գալի գործադուլի։ Բայց տես, եթե դա կազմակերպում է արհմիությունը, ինքը այդ սաղ կանոնները պահպանում է։ Ինքը քեզ խոցելի դիրքում չի պահում։ Իսկ երբ որ օրինակ ինքնաբուխ աշխատողները այս պահին դժգոհ են, որովհետև օրինակ, չգիտեմ, փոխտնօրենը մտավ ասեց, բոլորիդ աշխատավարձը 1/2-ով կրճատում ենք, ու այդ պահին իրանք որոշեցին, վсё, սաղ թողում ենք արտադրամասից դուրս են գալիս գործադուլ անելու, վсё, քո դժգոհությունը, ընդունում ենք քո դժգոհությունը, բայց քո դժգոհությունը հայտնի օրենքով սահմանված կարգով, չէ՞։ Ստացվում է դու առանց թույլտվության աշխատանքի վայրը լքել ես։ Այսինքն, եթե ինչ-որ աբսուրդ անարդարություն է տեղի ունենում աշխատանքի վայրում, որը վերաբերվում է շատ մարդկանց, այսպես ասած զանգվածային երևույթ է, դրա դեմ պայքարելու ճիշտ եղանակը հավաքվել ինչ-որ հանձնաժողով ստեղծել, որ այդ բոլոր դիմումները կգրի, գործադուլը կկազմակերպի, նոր դուրս գալ գործադուլի, հա չգիտեմ, կանչել մամուլի ներկայացուցիչներին, որ լուսաբան է։ Այո։ Okay. Իմացեք ժողովուրդ մարդեր, այս ամեն ինչ աշխատում է այն դեպքում, եթե մարդիկ գրանցված են աշխատանքային պայմանագրով, այլ ոչ քաղիրավական։ Ցավոք մենք Հայաստանում ունենք լիքը բոլորիս հայտնի դեպքեր, որ ոչ միայն աշխատանքայինով չեն գրանցում, այլև քաղիրավականով նույնիսկ չեն գրանցում, ու հետևելով հետխորհրդային, այսպես ասած, մեդիա դաշտին, որը ռուսալեզու է, հասանելի է, հա, այսպես ասած։ Գիտեմ, որ նույն խնդիրը կա օրինակ Ղազախստանում, շատ մեծ մասշտաբի, որովհետև այնտեղ շատ մարդ է ապրում, նույն խնդիրը կա, պրինցիպի բոլոր հետխորհրդային երկրներում։ Քո կարծիքով, այսպես կարաս իրավաբանական տեսանկյունից ասես, կարաս սոցիալական կամ հոգեբանական եւ այլն, հետխորհրդային մարդը ինչի է այդպես հանգիստ անվախորեն համաձայնում աշխատանքի առանց պայմանագրի եւ առանց որևէ սոցիալական երաշխիքի։ Ես ասեմ ավելին, լինում է դեպքեր, երբ որ հենց հետխորհրդային մարդն է խնդրում, որովհետեւ որ իրեն ընդունեն աշխատանքի առանց պայմանագրի, առանց համաձայնագրի կամ առանց որևէ իրավական ամրագրման։ Ինչի։ Հիմնականում այն բոլոր кейսերը, երբ որ ես եմ բախվում, գալիս է նրան, որ այդ մարդը ունի պարտքեր, ունի հարկադիր։ Այ ճիշտ է։ Գրանցված աշխատող լինելու դեպքում իր աշխատավարձի կեսը գնում է հարկադիրով պարտադիրոջը։ Երբ որ ինքը գրանցված չի ու գումարը ստանում է քեշ, դա ոչ մեկ չի տեսնում, գործատուն հարկեր չի վճարում, գործատուի տեսանկյունից դա շատ ձեռնտու է, այսպես ասած, ինքն էլ այդ գումարը ամբողջը տնօրեն եւ տիրապետում այնպես, ինչպես ինքն է ուզում։ Եթե ինքը քաղիրավականով է, թե ինչ որ որևէ երրորդ կերպ գումարը ստանում է, նստում է իր քարտին, վсё, այդ գումարը սառեցվում է։ Ընդ որում, եթե ինքը քաղիրավականով է, ինքը ռիսկ ունի, որ այդ ամբողջ գումարն է սառեցվելու, որովհետև դա աշխատավարձ չի։ Իսկ աշխատավարձի դեպքում 1/2-ը գոնե կարողանում ես օգտագործել։ Ու այս ամեն ինչի համատեքստում բնականաբար կարծում եմ, նու կոնկրետ Հայաստանի բանով շատերին անգամ ձեռնտու է այդ տրամաբանությունը, որովհետև Հայաստանում ամեն երկրորդը ունի վարկեր, որոնք դժվարանում է վճարել եւ քանի որ չունի իր անունով որևէ գույք, ապրոստի միջոցը ապահովելու համար բնականաբար այդ քայլին պատրաստ է գնալ։ Okay, իսկ հակառակն էլ է, չէ՞, հաճախ պատահող, որ ուղղակի գործատուն ասում է, չէ, չեմ գրանցում։ Հա, որպես այդպեսին լինում է, հետ սովետ է։ Գործատուն որպես այդպեսին ասում է, որովհետև ինքը վճարում է ահռելի հարկեր, եւ բացի դրանից ինքը աշխատողին հետագայում աշխատանքից հեռացնելու խնդիր է ունենալու։ Իսկ եթե մարդը համաձայն է քո հետ, իսկ մեր մենտալիտետը, մեր ժողովրդի վիճակը այնպեսին է, որ մեծապես իրանք չունեն այլընտրանք։ Այսինքն, եթե գործատուն իրան ասում է, հայ, ես քեզ ընդունում եմ աշխատանքի 300,000 դրամ աշխատավարձով դիցուկ, բայց պայմանագիր չեմ կնքելու, ինքը ընդունում է այդ պայմանները, որովհետև ինքը այս պայմաններությամբ շուկայում այլընտրանք չունի։ Գործատունը դա բնականաբար որ գործատուն չի ուզի հարկերից խուսափի։ Այսինքն աշխատանք փնտրող մարդը տնտեսապես այնքան խոցելի է, որ մեծ հաշվով իրան կարելի է ցանկացած պայման թելադրել։ Իհարկե, եթե մենք նայում ենք կամ հիպոթեք են փակում, որովհետև այսօր սեփական տուն ունեցող շատ քիչ ընտանիքներ կան, կամ վարկերի տակ են, կամ ընտանիքից մեկն է աշխատում, կամ չգիտեմ, ինչ որ կյանքի բերումով հանգամանքներ այնպիսին են, որ իրան ձեռնտու է ցանկացած աշխատանք այնքան որ լինի, իսկ նստել սպասել մինչև ինչ որ մեկը կառաջարկի իրան գրանցված աշխատանք, դա բնականաբար ոչ մեկ իրան այդպես չի կարա թույլ տա։ Ոնց է հնարավոր փոխել այդ mindset-ը, իրավիճակը։ Իրավիճակը ավելի շատ, հա, այսպես գետնի վրա։
Դե դա կարա փոխվի օրինակ այն ժամանակ, երբ որ պետության ներսում մարդը իրան այնքան պաշտպանված կա, որ հասկանա, որ անգամ մի ամիս գործազուրկ լինելու պարագայում ինքը միևնույն է հետագայում նախ կկարողանա աշխատանք գտնի, այս սկզբից խոսում եմ մարդու մասին, էլի, հեսա կանցնեմ նաև գործատուն եւ բացի դրանից ինքը ունի իր սոցիալական երաշխիքները, այսինքն չգիտեմ, գործազրկության դեպքում իր ընտանիքը սոված չի մնա, հացի փող կունենա։ Գործատուի տեսանկյունից թե հարկային դաշտում, թե պետական կառավարման դաշտում ինքը պետքա որոշակի մեխանիզմներ ունենա պաշտպանվածության, որովհետև այսօր հարկերը այնքան են մեծացել, որ որևէ գործատու իզորու չի այդքան հարկերի տակից կոպիտ ասած դուրս գա։ Եվ ես ունեմ իմ պատկերացումը եւ ես ներքին համոզմունք ունեմ, որ մենք չունենք այնպիսի գործատու, ով լիարժեք մաքուր աշխատում եւ վճարում է բացառապես բոլոր հարկերը, որովհետեւ եթե այդպես լինի, 90%-ը կգնան սնանկացման։ Հարկերը ահռելի մեծ են։ Սա կգնա բոլոր չվճարողների հետևից։ Որ հարկերն են մեծ։ Օրինակ, հա, ես իրավաբանական գրասենյակների մասով, իրավաբանական ծառայությունների համար մենք չունենք այլևս այլընտրանք, այսինքն առաջ, այսպես էր, կախված եկամտի չափից, մենք վճարում էինք կամ շրջար կամ ԱՀ։ Հիմա մենք բոլորս վճարում ենք ԱՀ 20% մնացյալ հարկերի մասին չեմ ասում, որը համագումարում 30% կազմում է, 38%։ Եթե ճիշտ եմ հիշում, ես ճիշտ ասած հարկայինից շատ բոբիկ եմ։ Դրանից բացի, եթե դու ունես աշխատող, դու այդ աշխատողի համար վճարում ես եկամտահարկ, դրոշմանիշային վճար, սոցվճար եւ այլն եւ այլն եւ այլն, ու վերջին հաշվով ամսվա կտրվածքով բավականին մեծ գումար դու տալիս ես այդ հարկերին։ Եթե դու օրինակ չես կարողանում ինչ որ ծախսեր ցույց տաս, հա, օրինակ չունես, իմ գրասենյակում օրինակ միակ ծախսը որ կարա լինի, այդ տարածքի վարձակալության ծախսն է։ Ստիպված ծառայությունների արժեքը բարձրացնում ես, բայց անհամաչափ բարձրել չի կարա լինի, որովհետև քաղաքացին, որ միջինում ստանում է 300,000 դրամ աշխատավարձ, դու չես կարա իրան ասես քո, չգիտեմ, գումարի բռնագանձման кейսով բերինց կրկնակի երակի շատ գումար վճարի, որովհետև այդ մարդը ֆիզիկապես չունի այդ գումարը։ Այսինքն դու մի քիչ հարմարվում ես շուկային, մի քիչ էլ քո վրա ես վերցում հարկերը, հետո դու կոպիտ ասած մոտավոր 0-ով ես դուրս գալիս։ Բոլորը նույն բանն են պատմում, հա, հարկերի մասին առանձին կխոսենք։ Անպայման։ Չանհանգստանաք, մենք հարկերի մասին պարտադիր։ Եթե կարելի է մի քանի դատական кейսից խոսանք, էլի քաղաքական տենց ուղղվածությամբ, եկեղեցու մասն ենք ուզում անպայման խոսանք, բայց մինչև այդ հետաքրքիր է քաղաքական հայացքների համար Հայաստանում պետաշխատողին կամ կրթության բնագավառում, գուցե նաև բանակի, այսինքն պետություն, քաղաքացի շատ սերտ փոխհարաբերությունների ոլորտում կա պաշտպանվածություն, թե իրականում խնդիր է քաղաքական հայացքներ արտահայտելը ունենալը դե չենք կարող արգելենք նման հաստիկներում։ Խնդիր է։ Ես ոչ մեկ անգամ եմ ճիշտ ասած ունեցել նմանատիպ գործեր, նմանատիպ кейսեր, որոնք պայմանավորված են եղել քաղաքական հայացքների տարաձայնություններով, հիմա անկեղծ ասած օրենքի ուժով չեմ էլ կարող բարձրաձայնել, հա, ոչ կառույցներին թիրախավորելու համար, ոչ էլ անձանց, հենց առաջին հերթին ինվեստորներին, ամեն դեպքում ունեցել եմ кейս, որտեղ այդ ընտրությունների նախաշեմին ինվեստահորթը լինելով բավականին էմոցիոնալ մարդ, արտահայտել է իր կարծիքը, եկել է մեկ այլ քաղաքական հայացքներ ունեցող անձ, հակառակ կարծիքը հայտնել, հրահրել է կոնֆլիկտ, որից հետո գնացել է զեկուցագիր գրել, որ աշխատանքի վայրում քաղաքական եւ այլն եւ այլն, ու իհարկե ոչ այդ հիմքով, որովհետեւ այդ հիմքով չէին կարող։ Այդ հիմքով չի կարելի, բայց այլ հիմքերով, սենց հպանցիկ եւ այլն, վերել են այս կնոջը աշխատանքից հեռացրել են։ Վերականգնվեց բնականաբար այդ կինը աշխատանքում եւ բավականին մեծ էլ գումար իրան վճարեցին որպես հարկադիր պարապորտ, որովհետեւ երկար ճանապարհ էին կանցել։ Հիմա էլ ունեմ այդպիսի մի իրավիճակ, որտեղ էլի քաղաքական դրդապատճառը առերևույթ արկա է, որ ասում է ես գիտեմ, բայց չեմ կարող ապացուցեմ, այդ վիճակն է նաեւ այս կնոջ մոտ, իրան աշխատանքից հեռացրել են, ընդ որում ինքը ուսուցչուհի է։ Եվ արդեն ինչքան ժամանակ է պայքարում ենք այս կնոջ իրավունքների համար, ընդ որում հեռացրել են իրան աշխատանքից շատ դաժան ձևի, նենց որ ինքը իմ աշխատանք չի կարողանում գտնի, որովհետև իրան հեռացրել են իբրև թե աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։ Հիմա դիմում այլ հաստատությունների ասում են, չէ, մինչև անունդ չմաքրես չգաս, դատական պրոցեսներ տևում է։
կա հարուցված քրեական գործ, երկրորդ տարին քննվում է ոլը անհայտ է ինչքան կքննվի, աշխատանքային վեճով էլ կասեցվել է, որովհետև կա հարուցված քրեական գործ, մի հատ հասկանանք բռնություն գործադրել ես, թե չէ, որ իմանանք քեզ ստեղ կարգապահականի ենթարկել իրավաչափեր, թե չէ։ Այսինքն ունենք նմանատիպ խնդիր, բայց ինքը ակնհայտ չի, հա, այսինքն լատենտ ձևով փորձում են քաղաքական հայացքները ճնշել աշխատավայրի ներսում։ Ես ունեցել եմ գործատու, որ ինձ դիմեց այն հարցով, որ փորձեմ այդ քաղաքական հայացքների եւ այլն, ասեցի իրավունք չունես։ Այսինքն ամեն դեպքում, եթե դու ուզում ես աշխատանքի վայրում խաղաղությունը պահես, ուղղակի աշխատանքի վայրում դու կարաս արգելես քաղաքական խոսակցությունները։ Տրամաբանական է, որպեսզի չլինեն այդ ընդհարումները, աշխատանքը չտուժի, բայց հա, միանշանակ դու չես կարող քո աշխատողին արգելես որևէ քաղաքական կուսակցության անդամ լինելուց եւ այլն։ Այս այդ մասով ու դե բնականաբար արդեն կարգապահականներ են տալիս։ Նմանատիպ դեպք ունեցել եմ նաեւ թաղապետարաններից մեկի հետ քաղաքական հայացքների համար, շատ խնդալու պատմություններ, անգամ չգիտեմ էլի պետք է այսքանը պատմել թե չէ, բայց պիտի ասեմ էլի, արտահայտվելու ժամն է։ Feel free. The stage is yours. Նենց էր ստացվել, որ այս կինը ուներ ընդդիմադիր քաղաքական հայացքներ եւ այդ թաղապետարաններից մեկում իրեն որոշել են աշխատանքից հեռացնել։ Ինչ որ պահի սկսում են իրան ծանրաբեռնել աշխատանքով։ Անիրական ու անհամաչափ աշխատանք են տալիս, ասենք մի օր են տրամադրում, որպեսզի հավաքի այդ վարչական շրջանի, չգիտեմ, X կառույցների պատմություն եւ այլն ներկայիս կարգավիճակ աշխատողների ցանկ գործառույթներ եւ այլն պատկերացրեք ինչ առելի աշխատանք է մի օր, որպեսզի Վիկիպեդիայում ներառվի։ Հա, որ ասեն լավ չէր աշխատում, հետո կարգապահական չես արել։ Ու այդտենց էլի նույնձև հետո ինչ որ ֆինանսական հարց է առաջանում, իրան չեն ներգրավում, հետո գալիս են ասում են դու որպես բաժնի ղեկավար պարտավոր ես ստորագրել, ասում եմ բայց եթե ես ներգրաված չեմ եղել, ես ինչի տակ ստորագրեմ, ես տեսել եմ որ օրինակ այդ X ապրանքը ստացել եք, որ մի հատ էլ ստորագրեմ, մի հատ էլ դրա համար են կարգապահական տվել, մի խոսքով այս կինն էլ վերականգնվեց աշխատանքում, ասածս այն է, որ կոնկրետ տենց յարի քաղաքական հայացքների համար աշխատանքային պայմանագրի լուծում չի լինում, բայց ներքին ճնշումներ, ազդեցության միջոցներ եւ այլն եւ չգիտեմ կարգապահականներ լինում են միշտ եւ այդ ճանապարհով միշտ էլ փորձում են ճնշում գործադրել։ Եվ երկրորդ շատ աղմկահարույց դեպքը եկեղեցի պետություն փոխհարաբերություններում էր, կարգալույց քահանան դիմել էր դատարան իր աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջով, հիշում եմ քպականները ինձ համար իրավական տեսանկյունից շատ խնդրահարույց տեքստեր էին գրում, բայց կուզեմ դու տեղում մասնագետ ես էլի մեզ բացատրես նվիրապետություն, աշխատանքային իրավունք, փոխհարաբերությունները ու ինչպես ես որպես մասնագետ վերաբերվում այդ դիմումին, հայցադիմումին եւ կասեցմանը, ոնց որ այդ փուլում եք, որ դատարանը կասեցրել է կարգալուծելու որոշումը։ Այլուպի մեծ է։ Oh god։ Այս մասով իրականում մի 3 չխափեմ 2-3 հատ հարցում ուղարկել եմ ՊԵԿ, խնդրել եմ բարձաբանել եկեղեցու ծառայողը հոգևորականը գրանցված աշխատող համարմա թե չէ, որովհետեւ սա այս իրավահարաբերություններին հիմնա հարց է։ Իմ համար իրականում աբսուրդ է այդ դատական кейսերի քննարկումը, որովհետեւ մենք ստեղ կոպիտ ասած մենք մեր իրավունքով մտել ենք եկեղեցական դաշտ ու սա իմ համար անթույլատրելի է, որովհետեւ մենք հենց սահմանադրությամբ ամրագրել ենք թե կրոնի ազատությունը, թե եկեղեցու գործունեության անկախությունը, հա, եւ մենք այստեղ ունենք ուրեմն կրոնական կանոններ, եկեղեցական կանոններ եւ ունենք առանձին իրավական նորմեր։ Եվ կրոնական կանոնները որևէ կերպ իրավական նորմերի հետ, հա, առնչվում են այնքանով, որքանով որ համարում են իրավունքի աղբյուր, հա, շատ տեսական եթե մտնենք, բայց սոցիալական նորմերի տեսանկյունից կրոնական նորմերը իրավական նորմերից անկախ են։ Հիմա երբ որ դու խոսում ես աշխատանքային իրավահարաբերությունների մասին, այնտեղ որտեղ կրոնական հարաբերություններ են գործում, այսինքն դու ներխուժում ես կրոն, դու ներխուժում ես եկեղեցի։ Այս տեսանկյունից իմ համար դեռևս աբսուրդ է այս սիտուացիան, ես դեռևս որևէ կերպ չեմ կարողացել ընկալել այս իրավիճակը։ ՊԵԿ-ը ինձ այդպես էլ չպատասխանեց։ Ինձ զանգեցին մի անգամ, ասեցին եկեղեցու ՀՎՀ-ն կասեք։ Okay։
որ կարողանանք ստուգել արդյոք ինքը գործատու է թե չէ։ Ասեցի ՀՎՀ ասում ես չեմ ասում որ եկեղեցին ունենա ՀՎՀ, ասեցին ունի, ասեցի օքեյ, չեմ տիրապետում անկեղծ ասած, բայց ինձ չի հետաքրքրում, հա, կոնկրետ եկեղեցի, ինձ հետաքրքրում է տեսական հարց։ X եկեղեցին վերցրեք մի հատ նայեք այդ եկեղեցու հոգևորականները, չգիտեմ, քահանան համարվում է աշխատող գրանցված, հարկ վճարում է եկամ տար։ Տենց էլ չստացա այդ հարցի պատասխանը, դա այդպես մնաց, դրա վերաբերյալ իրականում հետագայում ուզում եմ մի հատ զեկույց պատրաստեմ, բայց դրա մասին չի։ Հիմա վերադառնանք այդ կասեցմանը, հա, այսպես ասած, հայցի ապահովման միջոց են կիրառել, ժամանակավորապես վերականգնել են այդ մարդու քահանայական պաշտոնը, մինչև գործը կքննվի։ Այս մասով օգտվելով այդ դատավորի վերլուծություններից, այն ուսուցչուհու գործով, որի մասին ասում էի, միջնորդություն ներկայացրեցի, ասեցի, դե սենց բան եթե լինում է, բեր, բան արա, վերականգնի այս մարդուն, չի կարում գործ գտնի։ Վերականգնի այս մարդուն աշխատանքում, թող շարունակի աշխատել, մինչև տենանք ինչ ա լինում, ասեց, չէ, դա ենթադրում է հայցապահանջի նախնական բավարարում չի թույլատրվում։ Ես դա դիտարկում եմ որպես երկակի ստանդարտ, այսինքն մի դեպքում դա չի համարվում հայցապահանջի նախնական բավարարում ու դու իր պաշտոնը վերականգնում ես, ասում ես գնա քո կրոնական պարտականությունները կատարի, մյուս դեպքում դու համարում ես, որ գիտես ինչ, հայցապահանջի նախնական բավարարումը դրա իրավասությունը չունենք։ Բողոքարկել են վերաքննիչ, վարույթ ընդունել են, մերժել են։ Մերժել են, բայց հիմնավորումը ունես, չէ՞, գրավոր։ Հիմնավորումը ունեմ, մերժել են իբրև թե ժամկետ եմ բաց թողել, բայց կարգավորումը հետևյալն է, էլեկտրոնային համակարգն է, դու երբ որ այդ էլեկտրոնային համակարգում հրապարակվում է, դատական ակտը համարում է ստացված երրորդ օրը։ Так вот, ես երրորդ օրվա ինձ հաշված ժամկետում ներկայացրել եմ վերաքննիչ բողոք, վարույթ ընդունել եմ, մերժել եմ, պարզաբանելով, որ ժամկետ եմ բաց թողել, որովհետև հրապարակման պահից չեմ 7-օրյա ժամկետը հաշվարկել։ Ինչևէ, բայց ունես հիմնավորումը, որը արդեն իսկ երկակի ստանդարտի մասն է։ Միանշանակ ես սա որպես իրավապետ դիտարկում եմ երկակի ստանդարտ, որն է տարբերությունը դատարանը իրականում չէր էլ պարզաբանել, այսինքն այդ кейսին առհասարակ անդրադարձ չէր կատարվել։ Ես հասկանում եմ, որ տարբեր դատավորներ են եւ կարող են ունենալ տարբեր մոտեցում, բայց ես առաջնորդվում եմ նրանով, որ դիմելով դատարան ես մոտավոր պետքա կարողանամ կանխատեսել, հա, դատարանի գործողությունները, որովհետև միատեսակ նորմերի կիրառություն պիտի լինի։ Այս պարագայում մենք չունենք նորմերի միատեսակ կիրառություն, որովհետև մի դեպքում ասում են հա օքեյ, վերականգնենք, մյուս դեպքում ասում են հա չէ, հայցապահանջի նախնական բավարարում չի կարող։ Նախադեպը հաշվի առնելու պարտավորություն չունի, չէ՞։ Դե սա չի համարվում նախադեպ, որովհետև սա վճռաբեկ դատարանը չի կայացրել։ Այս որոշումը կայացվել է առաջին ատյանի մակարդակով, բայց ամեն դեպքում սա ոչ թե նախադեպի մակարդակով, այլ նորմերի միատեսակ կիրառության տեսանկյունից դատարանների մոտեցման տեսանկյունից պետքա լինի։ Իսկ երբ որ մի դատարանը մի բան է ասում, մյուս դատարանը մի բան է ասում, ես չունեմ հնարավորություն հասնելու վճռաբեկ այդ հարցով, դա արդեն Շատ շնորհակալություն, հաճելի է իրավաբանի տեսանկյունից, տեսակետ լսել այս մասով։ Մի հատ ցենց քո պրակտիկայից հարց տամ, Իրմա ջան, քեզ մոտ ավելի շատ գործատուներն են գալիս, թե վարձու աշխատողները, էլի այդ նույն մտածելակերպի իրավագիտակցության տեսանկյունից, հա, հետաքրքիր է ավելի շատ քանակապես զուտ վիճակագրորեն քեզ դիմում են գործատուները, թե վարձու աշխատողները։ Ավելի շատ աշխատողներն են դիմում, բայց դիմում են այն ժամանակ, երբ դանակը հասել է ոսկորին։ Այսինքն դիմում են այն ժամանակ, երբ որ շատ բան չես կարող անես, կամ էլ այն ժամանակ, երբ որ անելանելի վիճակում են ու ինչ որ օգնության կարիք ունեն։ Գործատուները նույնպես դիմում են ծայրահեղ դեպքերում, ուղղակի ստեղ տարբերությունն է, որ պլյուս-մինուս գործատուները ինչ որ մի իրավաբան ունենում են իրենց մոտ աշխատող եւ որպես կանոն այդ իրավաբանն է գործերը վարում, փաստաբանի էլ кейսը չի հասնում, դրա համար փաստաբանների բաժինը արդեն լինում են այն քաղաքացիները, ովքեր տուժել են գործատուների ոչ իրավաչափ գործողություններից։ Բայց ծայրահեղ պահի են դիմում զուտ վճարունակության հետ կապված։ Դրա հետ կապված է, բայց բացի դրանից հիմնականում տենց ինչքան դիմում են, ասում են դե փորձեցինք մարդավարի հետները խոսենք, պայմանավորվենք, պայմանավորվել չստացվեց, այսինքն հիմնականում բարոյական, ինչ-որ միջանձնական հարաբերությունների մակարդակով են փորձում խնդիրը լուծել, դե ոչ միշտ է ստացվում բնականաբար,
եւ արդեն երբ որ տեսնում են, որ այլ ընտրանք չունեն, նոր որոշում են դատարան դիմել, եթե իհարկե հարցը լինում է սկզբունքային։ Հենց հարավային Կովկասի ռեժիմը փչանում է նորից հաջորդ մակարդակի։ Եվրոպացիները ոնց էին անում։ Եվ ամփոփելու համար ուզում եմ որպես իրավաբան ասես, օրինակ, եթե դու օրինագիծ ներկայացնելու լինեիր, ինչ որ բան, որը կփոխեր, կբարելավեր Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքը որևէ տեսանկյունից, որպես առաջին քայլ, ինչը կուզեիր, լինի ներդրվի կամ գոնե խոսակցություն սկսվի այդ մասին։ Նախ եւ առաջ, երբ որ որևիցե օրինագիծ քննարկվում է, շատ կարևոր է, պարտադիր է, ես կարծում եմ, ներգրավել մասնագետների, ոլորտին տիրապետողների եւ ոլորտում աշխատողների, որովհետեւ իրավաբան, օրինակ, դու կարաս լինես իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ու ունենաս փայլուն տեսական գիտելիքներ աշխատանքային իրավունքի ոլորտում, բայց լինես ոչ այնքան պրոֆեսիոնալ պրակտիկ դաշտում։ Այսինքն չունենաս պրակտիկ փորձ, դա նորմալ է, դու զբաղվում ես գիտությամբ։ Այսինքն կարևոր է մի հատ լսել գիտնականի կարծիքը, հասկանալու համար ինչ տեսական խնդիրներ կա ու գուցե ինքը արդեն տեսական դաշտում այդ խնդրի լուծումը տվել է, ուսումնասիրել է։ Կարևոր է ներգրավել աշխատանքային իրավունքի մասնագետների, դատավորների, փաստաբանների եւ այլն։ Կարևոր է ներգրավել հենց գործատուների ինչ-որ խումբ, ովքեր կասեն այ պրակտիկ դաշտում այս խնդիրներն են բախվել։ Մի հատ սոցիալական հարցում անել, հասկանալ աշխատանքի վայրում հիմնական խնդիրները ինչից են գալիս։ Սա զուտ փաստահավաքի տեսանկյունից հասկանալու համար օրենսդրության տեսանկյունից որ ուղղությամբ պետքա շարժվես։ Եվ դրանից բացի պետքա իրականում փորձես օրենսդրությունը լավացնել ոչ թե ուղղակի պաթոսային եւ վերացական կարգավորումների մակարդակով, այլ case by case լուծումները տալու նպատակով։ Մի հատ sense կարգավորման օրինակով ասեմ, հա, դու կարաս դիմես դատարան, բացառապես այն ժամանակ, երբ քեզ հրաման է հանձնվել նրա մասին, որ աշխատանքային պայմանագիրը լուծվել է։ Այն ժամանակ, երբ քեզ հրաման չի հանձնվել ու քեզ ուղղակի չեն թույլատրում աշխատանքի, դու չես կարող այդ որոշումը վիճարկես։ Եվ դա մոտեցումը վճռաբեկ դատարանի։ Օրինակ, այս տրամաբանությունը կարծում եմ, որ ճիշտ չի գրագետ չի, այն տեսանկյունից, որ հիմա ցանկացած գործատու կարող ուղղակի դռները փակի, ասի դու էլ չես գալիս գործի, ու դու չկարողանաս գնաս դատարանով ինչ որ բան անես։ Օրինակ, հա, այսինքն սենց պետքա մի հատ մանրամասն բոլոր кейսերը նայել, ուսումնասիրել, հասկանալ որտեղ ինչ խնդիր է առաջացել ու հետո նոր սկսել աշխատել օրենսդրական նախագծի շուրջ։ Շատ հետաքրքիր է, իրավունքի մարդիկ միշտ նույն ձև են մտածում։ Բոլորը։ Չէ, բայց այդ համակարգային մոտ ինկլյուզիվ օրինակ այդ ներառական օրենսդրությունը, հա, որ բոլորին լսել, բոլոր տեսակետները մի հատ հասկանալ, Իհարկե, փաստահավաք կազմակերպել։ մենք որովհետև այդ ամեն ինչի մեջ տեսնում ենք հենց դրա պակասը, ես կարծում եմ, օրինակ այդ նույնը, երբ որ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը փոխվեց ու ասեցին, որ փաստաբանները այսուհետ պետք է էլեկտրոնային համակարգից օգտվեն, ու դրա համար տվեցին մի շաբաթ, այսինքն մի շաբաթից էլ իրավունք չունեք թղթային հայց ներկայացնելու։ Դա բերեց մի հատ կոլապսի, որովհետև մոտարապես կես տարի մենք անընդհատ բախվում էինք խնդրի։ Համակարգը չի աշխատում, էսի չի աշխատում, ստորագրությունը չի աշխատում, էսի չի լինում, ընդ որում կազմել են մի հատ շաբլոն, փաստաթղթի, որը դու ուղղակի լրացնում ես, ունդեղ գրած է հայցադիմի նկարագրական մաս։ Գեղարվեստական գրականություն ես գրել, հայցադիմի նկարագրական մաս։ Առավոտեշ։ Մոտավորապես այդ ես պատկերացնում, էլի դա գրել ես, որ պիտի ասենց ինչ որ գեղարվեստական տեքստ գրվի, մինչդեռ կարելի էր մի հատ առնվազն գոնե դրա հետ կապված խորհրդակցել փաստաբանների հետ, ասել ինչ են գրում։ Դա չի արվում, դրա համար ոնց որ մենք սկզբից հայտարարում ենք, անում ենք, հետո նոր ընկնում ենք խնդիրները լուծելով։ Մինչդեռ տրամաբանությունը հակառակ լինի։ Շնորհակալություն այս բարեմաղթանքի եւ բարի խորհրդի նոտայի վրա։ Շնորհակալություն քեզ Իրմա, որ ընդունեցիր, եկար, համբերությամբ սպասեցիր մեզ։ Ինձ թվում է մենք քեզ ինչ-որ մի ուրիշ իրավական թեմայով անպայման նորից էլի կկանչենք, որովհետեւ հիշեցնում եմ, մենք խոսում ենք պետության հիմքում ընկած այդ թվում իրավական կարգավորումների մասին, ու դա այն է, ինչի վրա մենք բոլորս ապրում ենք։ Սիրով։ Շատ շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։